Մարտունու մարզադպրոցում անցկացնում է մարզադպրոցի 60-րդ տարեդարձին նվիրված բռնցքամարտի բացառասում, որի մասնակցում են Հայաստանի Հանրապետությունից շուրջ 200 բռնցքամարտիկներ։ Ուրեմն ասեմ, որ Մարտունու մարզադպրոցը այս 60 տարիների ընթացքում տվել է բազմաթիվ մրցաշարերի հաղթողներ եւ մրցանակակիրներ, Եվրոպայի առաջնության հաղթող մրցանակակիրներ, Հայաստանի առաջնությունների միջազգային առանցությունների հաղթող մրցանակակիրներ։ Ուզում եմ բոլորս ծափարենք այս տարեդարձի կապակցությամբ եւ առաջնությունը հայտարարում են բացված։ Ներկայացնեմ նաեւ այսօրվա մեր մրցանակական եւ մարզչական կազմը։ Նարեկ Հարությունյան, Դինամո, Վայոց-Ձորի մարզի բռնցքամարտի ավագ մարզիչ Կարեն Մարտիրոսյան, Երգնաձոր, Սերգեյ Ձավարյան, Ալավերդի, Բաբո Բաբաջանյան, Հրազդան, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ պարոն Սահակյան, Աշոտ Կոստանյան, Լիճ, Գագիկ Սարգսյան, Մարտունի, Հանրապետական կյանքի մրցավար Մանուշակ Դավության, Մարտունի և Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ մրցաշարի գլխավոր մրցավար Գևորգ Սարգսյան, Մարտունի։ Հարգելի հանդիսատես, հարգելի մարզիկներ, մարզիչներ, ավարտվեց բռնցքամարտի մրցաշար նվիրված Մարտունու Սմբատ Մերյանահանան մանկապատարական մարզադպրոցի 60-րդ տարեդարձի կապակցությամբ են բոլոր ծափարել մեր մարզադպրոցի Մարտունու մարզադպրոցի ցանկալան բարի և բազմաթիվ հաղթանակներ ապագայում։ Մարտունու մարզադպրոցի կողմից մեր հարգելի մարզիչները կպարգևատրվեն հուշանվերներով։ Պարգևատրում է Դինամո մարզական հասարակական կազմակերպության մարզիչ պարոն Հարությունյանը։ Վայոց-Ձորի ավագ մարզիչ պարոն Մարտիրոսյանը։ Պարգևատրում է Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ պարոն Սահակյանը։ Ալավերդի համայնքի մարզիչ պարոն Ձավարյանը։ Մի անգամ ևս բոլորի շնորհակալություն եմ հայտնում այս առանցությանը մասնակցելու համար և մրցաշարը հայտարարում եմ փակված։